Վարչապետ երկրորդ բանական կորպուսի համատակ գումար Պարոն վարչապետ ազգանախարարության ծառայության Պարոն վարչապետ Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյան Պարոն վարչապետ Գեղարքունիքի մարզի շրջակայության պետսակից Վարդան Պարոն վարչապետ Տարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար ոստիկան սահմանագնդապետ Խաչատրյան Պարոն վարչապետ Գեղարքունիքի մարզի պետական վարչապետ ծառայության գնդապետ Հակոբյան Այս ճանապարհը ելք մոտեցող ճանապարհ որպես անցած տարի են կարել Միջև ուրա գնում Միջև գնում եմ միանում այն վերևի փողոց Բարև
Ապրեք շատ լավ նվագեց։ Մսուրային բաժին էլ կա ստեղ, հա? Մսուր մանկապարտեզ։ Կառավարության անդամներ համեցեք մեր նորակառույց Շատ ապրեք։ Դե գնացեք, դուք մտեք, մենք ձեզնից հետո։ Զգուշ։ Գործելի սա եղել, հա, ընթացքում անորոգվել։ Չէ, ընդհանրապես մանկապարտեզ չի, մանկապարտեզ է, սրոյից կառուցված։ Զրոյից կառուցված է։ Բամ մեր թղթերում գրած է նորոգում։ Այսինքն զրոյից է կառուցվում։ Որ Բերդկում։ Ինչքան է կարողությունը։ 3 խումբ ունի, 90 սանի համար է նախատեսված։ Իսկ քանի սան կա փաստացի։ 3 հերթագրված սաներ ունենք արդեն։ Շատ լավ։ Այսինքն հələ նոր պետք է աշխատեք։ Այսօրվանից է աշխատում, հա։ Կամ ես ուշադիր չեմ բարթացել, կամ տենց էր գրած։ Սա մեր առաջին խմբասենյակն է։ Այստեղ արդեն միջասենյակն է։ Սան համեցն է։ Փաստորեն մսուրային էլ ունեք հատված։
Մսուրային փաստացի ընդունեցություն անելու եք, Այո։ 2 տարեկանից, իսկ մսուրային խմբասենյակը կա, պատրաստ կահավորած, հա, չի տարբերվում, հա, հա, հիմա մեր մոտ, մի րոպե, մսուրայինը մեր մոտ համարվում է 2 տարեկանից, բայց մենք հիմա ուզում ենք փոխենք դարձնենք 6 ամսեկանից, թե ավելի փոքր։ Սա ներքամալոցն է, պահեստային հատվածներով։ Երբ են շինարարությունը ավարտե։ Ես ասենք այս բանի հատվածը տենց պետք է լիներ, այդ ինչ որ բանով ինչ որ բանա փաթաթած տենց պետք է լիներ։ Ֆայկա չի, բանա փաթաթած։ Ստեղ էլ խնդիրներ ունենք։ Հեն այ ոնց է դրած, այդ Ես ճիշտ եմ ասել եմ ձևն է։ հա, օքեյ։ Այդ ուր ենք գնում, հա, կացատում։ Այս ջրի բակ, հա։ Այո։ Այսինքն այս ամբողջը խոհանոցային հատված է։ Այո։ Սա մեր բուժկետն է։ Աշխատակազմը համալրված է արդեն Այո։ ամբողջությամբ։ Այսինչ մեծ լվացքատուն է։ Մեթոդիստ։ Ասի կարողությունը 90 սանի համար է, հա, վատ չի, վատ չի։ Խմբի։
Ինչքան է եղել բանը 900 միլիոն 500 400 միլիոն Բայց կարծում եմ մանկապարտեզի նախագծերն է ստանդարտիզացնենք էլի տիպային նախագծեր նայենք բոլոր այս նախագծերից որտեղ տարբեր նախագծերով կառուցված է որն է ամենահաջողը մի քիչ պրակտիկայից հավաքենք կարծիքներ այսինքն եթե մոդուլային չենք անում չնայած եթե տարածք ունենք մոդուլայինը ունենք էլի մոդուլայինը չանենք իրականում մենք սուբվենցիոն առաջինիստերի ժամանակ այդպես է դառնում հիմա անել ենք ճապեն կարգաշինության կողմից մանցարում հաջողված համարվող նախագծերը որ ամենը դեպքում այսինքն սուբվենցիա մոդուլայինները կարող է թանկ լինեն հա չէ սա հա մի քիչ մոդուլայինը մի քիչ ավելի թանկ է քան այս օրինակը սա երկու անգամ բայց կարողություն 2.5 անգամ էլ էժան ավելի ցած արժեքը իսկ բանը մոդուլայինները ավելի փոքր մենք չունենք ինքը ստանդարտ բայց ես արդեն ասել եմ որ փոքրացնենք հա դե ինձ թվում է կարանք փոքրացնենք մոդուլային իմաստն է դա որ փոքրացնենք մեծացնենք հետո փոքր երեխեք են էլի աստիճաններ բարձրանալ իջնել այսինքն որոշակի լարվածություն է էլի երեխեք են իջնելից բարձրանալից մեկ էլ աչքի դեմից բանը լինեն գնան աստիճանների մոտ եւ այլն այսինքն մտածում եմ չէ բայց դե ամեն դեպքում լարվածություն է էլի մի արկանին մանկապարտեզի համար եթե կա տարածք իսկ այս դեպքում ոնց որ տարածք կարար լիներ բայց չի ստացվի հա հետո լավ է դեպի սևան պատուհաններ են բացվում բանը արվում լավ է խաղահրապարակներն է կարևորը տեղում են ջեռուցման համակարգը կար կացաները կային խաղահրապարակներն էլ լավ է շատ լավ ստեղ նկուղ բանի հարկել ունենք պատվալային հարկ ունենք պատրաստ է բախի չմտանք հա բան չի այսինքն ապաստարան չի ամեն դեպքում կարծում եմ ստանդարտիզացնելը ճիշտ է նախագծերը Դե շնորհավորում եմ մանկապարտեզը Վարչապետ, շնորհակալ ենք ապրեք Լավ, փաստորեն չի եղեք գյուղում մանկապարտեզ դու դպրոցական ես թե մանկապարտեզ գալու ես թե այս պարտեզի սանն հա շատ լավ է շատ ուրախ եմ Անպայման գալի դե լավ եղեք շնորհավորում եմ շնորհավորում եմ մայրիկներին հատկապես շնորհավորում եմ մանկապարտեզի առիթով բոլորը սաներ են մանկապարտեզի երեխեքը շատ լավ փոքր տարիքից էլ կան 2 տարեկան մսուրայինի շատ լավ բա աշխատատեղ կա որ նաև մայրիկները աշխատեն թե չկա աշխատատեղ կա Չէ նկա ոչ միայն մանկապարտեզում ընդհանրապես հա շատ լավ է բա մենք մանկապարտեզները դրա համար են կարևորում որ երիտասարդ մայրիկներ այդ թվում աշխատեն տնտեսվարեն փոքր եւ միջին բիզնես ստեղծեն եւ այլն եւ այդպես շարունակ քայլ տենց ես եմ շնորհակալ լավ եղեք Արոն Փաշինյան կարելի է մի հարց
Հա, իհարկե եղբայր։ Շնորհակալ եմ հակապարտեզի մարդ, բայց գյուղի մի երկու խնդիր կա էլի։ Ինչ։ Դες ճանապարհն էլ չի կառուցվում, միջև ուր է գնում ճանապարհը։ Միջև գյուղա մեջ գնում, հա։ Բան ենթակայանը սեփական է, սա երևի 4-5 Էլեկտրական։ Չեն կարող ոչ բաժանորդել են, ոչ մի բան։ Ինչ իմաստով է սեփական։ Հա, մեկը Պասոնատին է, ինչ ոչ Բայց կարող գյուղը ենթակայան չունի։ Կա, այս թաղիկո են ներքևի թաղամասի, Բավարն է լուծումը։ Լուծումը բան է, Լուծումը առնենք այդ սեփական։ Էցի նա դիմում են, մի բան անում ենք, իսա 3-4 տարի նորը կտնենք ու չեն լուն տարինել էթում 4 տարի։ Շատ լավ ֆիքսեցինք։ Մեկ էլ բան է, երեխեքը գնում են կողի գյուղը դպրոց, կխնդրին մի ավտոբուս մի բան տրամադրին, Կրթահամալի, դա։ Չէ, վերանորոգում ենք պարոն վարչապետ, դա պատճառը։ Քանի աշակերտ կա։ Չէ, չկել է։ Կողի գյուղն են մեր գյուղի երեխեքը բան։ Երբ ավարտվելու նորոգումը։ Սեպտեմբերին ավարտված է։ Նորոգումն էլ կող չունի, գնում են, ըստե չունենք դպրոց, կողի գյուղն են աճախում։ Մարդիկ խնդրին ավտոբուս տրամադրին։ Այսինքն նորոգումից հետո էլ են գնալու։ Վերքունքի այրավանքի Մեր դպրոցը չկա։ Վերքունքի ու այրը։ Չկա, դպրոց չեն աճախում։ Ժողովուրդ, մի րոպե, հասկանանք թեման։ Կողի գյուղն է դպրոցը։ Մի րոպե, հələ հասկանանք, հասկացանք։ Դպրոցը հիմա նորոգվում է, հետո երեխեք ստեղ են գալու դպրոց։ Այնտեղ են գնա։ Ընդեղի դպրոցն է նորոգվում։ Բա հիմա Այրավանքի դպրոցն է վերանորոգվում։ հիմա ավտոբուսով գնում են ուր։ Չունենք ավտոբուս, խնդրում ստե вообще դպրոց չեն աճախում։ Ինչքան է հեռու դպրոցը։ 3 կիլոմետր։ Այսինքն նորմալ 5 կիլոմետրից է սկսվում, որ դիմական տրանսպորտ տրամադրվի, չի համապատասխանում այսինքն։ Շատ լավ, դե կնայենք, այսինքն կրթահամալի։ Ավտոբ են տանում։ Մենք մեր ծնողն են ամեն օր ավտոբ տանում են, ավտոբ բերում են։ Շատ լավ է ծրագրերը կարանք նայենք, ընդհանուր այդ բանի տրանսպորտային ծրագրերը կարանք նայենք, տեսնենք ինչ հնարավորություն կա։ Խնդրում ենք պրոստո լուծում տվեք, էլի։ Շատ լավ, շատ լավ։ Պարոն վարչապետ, Հաջա։ կարելի է ասել։ Բարև։ Բարև ձեզ։ Շնորհավոր մանկապարտեզ։ Շնորհակալ ենք։ Հա, լսում ենք, ասենք։ Պարոն վարչապետ, ես համայնքից եմ։ Ստեծնված, ստեղ մեծացած Բերկունք գյուղից։ Ահա։ Վարձով եմ ապրում գյուղի մեջ։ Իմի մեկ կտոր հող, ինձի շուկայական գնով եկան հաշվարգարին 7.600.000 դրամ։ Բաժոր ջան, հիմա այն ժամանակ գյուղեր էին գալիս, մարդիկ բողոքում էին, ասում են գյուղերի հողերը կոպեկներով վաճառվում է, էսա արվում, մերը արվում։ Հիմա փոխել ենք, որ գյուղի հողերը իրանց օբյեկտիվ գներով վաճառվեն։ Հիմա մնացած հարցերն էլ, եթե կամ այսինքն որ համայնքն է եկամուտ ունենա, մեկ էլ համայնքը պետքա, եթե սոցիալական կոնկրետ խմբեր կա, համայնքը կառավարության հետ պետքա նայենք, լուծենք այդ հարցերը։ Նկատի ունեմ ինչա տեղի ունեցել։ Մենք տարբեր տեղեր ենք, համայնքներ որ գնում ենք, մարդիկ բողոքում են, ասում են, այս մեր գյուղերի հողերը քառակուսի մետրի 50 դրամ, 70 դրամ, 80 դրամ վաճառում են։ Ու եղել է, հետո նայել ենք, տեսել ենք իրոք տենց խնդրեմ կա։ Հիմա կարգ ենք ընդունել, որ հողերը վաճառվեն շուկայական գնով։ Հիմա որ ասում եք 7 միլիոն դրամ, այդ հողի գինը 7 միլիոն դրամ է։ Այսինքն, եթե ելներ 3 միլիոն դրամ, կլներ 3 միլիոն դրամ, ելներ 500,000 դրամ, կլներ 500,000, բայց այդ հողի գինը 7 միլիոն դրամ է։ Ուղղակի մի քիչ օջակցել էլի թեզը։ Չէ, այդ ուրիշ, չէ, այդտեղ չեն կարող ոչ մի բան անենք, որովհետև կարգ սահմանված է ու աճուրդով պետք է հողը վաճառվի, ճիշտ եմ ասում։ Երեկվանից էլեկտրոնային հարթակը Ընդ որում էլեկտրոնային որպեսզի հա ճիշտ է, հիմա դուք կասեք եւ էլի մարդիկ կասեք է նախկինում բա որ կոպեկներով վաճառվել է, բա դա արդար է, արդար չի, բայց ի վերջո սա համայնքի հողն է, պետության հողն է, պետք է նորմալ գներով վաճառվի։ Հիմա եթե սոցիալական հնագի չէ։ Չէ, բան չունեմ ասել, եղբայր։ Մեկ կտոր։ Չէ, հիմա չի կարելի է, բաց աճուրդի է դրած, ով ուզում է թող առնի։ Այսինքն, որովհետև այդ 7 միլիոնը որ տան, այդ 7 միլիոնը գալու է համայնքի բյուջե։ Համայնքի, հա? Ձերը դրանով 15-20 միլիոն։ Չէ, 7 միլիոնը գալիս է համայնքի բյուջե։ Համայնքի բյուջե գալիս է դառնում է մանկապարտեզ, գալիս է դառնում է դպրոց, գալիս է դառնում է ճանապարհ, գալիս է դառնում է ենթակայան, գալիս է դառնում է այն։
Այսինքն մենք այդ փողը մեր գրպանը չենք դնում, այդ փողը ձեր գրպանն ենք դնում, բայց կա մարդու աջ գրպան, կա մարդու ձախ գրպան։ Մենք մարդու աջ գրպանի պատասխանատուն ենք, պետք է աջ գրպանի հարցը լուծենք։ Մարդու ձախ գրպանի պատասխանատուն ինքն է, ինքը պետք է իր հարցերը լուծի, աշխատի, իր կարիքները լուծի։ Այսինքն այսօր հանրապետությունում ես էլի 1000 ներողություն, էլի իմ օրինակն եմ բերում, որ ես որ տուն եմ առել կինո հայրենիք, ոնց եմ առել, գնացել եմ բանկից վարկ եմ վերցրել, աշխատել եմ, առել եմ, կամանց 10 տարի ատև, 15 տարի ատև փակել եմ։ Հիմա նույն տրամաբանությունն է ստեղ պետք է գործի, որ այս գոնե այս եղած հողերը ցակ ու ցրիվ չանենք, համայնքը ավելի մեծ, այսինքն համայնք ասելով դուք բոլորդ ավելի մեծ օգուտներ ստանաք այդ հողի վաճառքից, որ մանկապարտեզա, չգիտեմ, 1000 մի կարիք կա համայնքի, այդ համայնքի կարիքները լուծենք։ Իսկ սոցիալական որոշակի խմբերի համար մենք հիմա ինչ ենք անում։ Մեր նախընտրական ծրագրում երկու կետ կա այդ մասին։ Մեկը սոցիալական բնակարանաշինություն, որ սոցիալական հատուկ խմբերին, որ գնահատում ենք, որ իրանք այդպես էլ օբյեկտիվորեն չեն հնարավորություն ունենալու տուն ունենալ, իրանց աջակցենք եւ բազմազավակ ընտանիքներին, ասենք առաջի փուլից կսկսենք 6 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային հարցերը լուծել, երբ որ իրանց հարցերը լուծենք, վերջացնենք, չնայած հույս ունեմ, որ այդ որ լուծենք 6 երեխա ունեցող ընտանիքների թիվը կշատանա։ Հետո 5 երեխա ունեցող ընտանիքների։ Այսինքն եթե սոցիալական որոշակի խմբերի է, ոչ թե հողը օգնենք հողը առնի, այլ մենք կօգնենք, որ բնականի ձեռքբերման վկայական է եւ այլն, գումար, արտոնյալ վարկ եւ այլն այդ տրամաբանության մեջ, բայց հողը պետքա վաճառվի այն գնով, ինչ գնով, որ ինքը ունի, որովհետեւ մենք մեզնից յուրաքանչյուրը մենք որ ապրանք ունենանք վաճառքի, որ տանենք շուկա, որ հանենք վաճառքի, որ ասեն արի քո ապրանքը 1000 դրամ է գինը, ինձ 50 դրամով տու, ով կտա, մենք կտանք, բայց եթե մեր անձնականը չենք տա, մեր համայնքայինը ոնց տանք։ Այսինքն եթե մեր անձնականը չենք տա, մեր պետության խնդրեմը էդ է, որ մենք մեր անձնականին ուրիշ կերպ ենք վերաբերվում, ասում ենք, ոնց կլինի 1000 դրամը, հələ պետք է 1500-ով ծախենք։ Բայց որ համայնքայինը պետական ասում են, հա դե ջան, դա անտեր է էլի, անտեր է էլի, հա ոչինչ 50 դրամով տվեք, չէ, մենք ասում ենք, որ չէ, տեր կա այլևս, ու դուք էլ եք այդ տերը։ Մենակ պետք է դուք եք այդ տերը, որովհետև երեխա ունեք, քանի տարեկան։ 13-11, հիմա ասենք փոքր երեխեքի համար մանկապարտեզ, դպրոցը նորոգվում է, այդ գումարներից է նորոգվում եւ համայնքն էլ որ սուբվենցիա է ներկայացնում, ճիշտ է մանկապարտեզին 70% ենք մենք ֆինանսավորում, 70 Այս մանկապարտեզը 75 ենք ֆինանսավորել, բայց այն 25-ը պետք է համայնքը դնի։ 25-ը որտեղից է դնում։ 25-ը համայնքը այդ գումարը 7 միլիոնով վաճառեց, բերում է մանկապարտեզա դառնում եւ այլն եւ այլն։ Ես խնդրում եմ, որ այս հարցին ըմբռնումով մոտեցեք եւ ելի եմ ասում, այն խմբերը, որոնք մենք օբյեկտիվորեն աջակցության կարիք կունենան, մենք իրանց կաջակցենք։ Նրանք մյուսներին կքաջալերենք, հնարավորություն կստեղծենք, որ մարդիկ աշխատեն, իրանց ձախ գրպանի հարցը լուծեն։ Էս է մոտեցումը։ Շնորհակալ եմ։ Գնացինք։ Էլի տեղ ունենք Գավառում, թե չէ։ Դե առայժմ։ Սարուխան, ունենք։ Սարուխան կներեք։ Հա, օքեյ։